Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հերթական ասուլիսում խոսել է 2020 թվականի պատերազմից հետո ունեցած ապրումների, Ղարաբաղյան շարժման գնահատականի, լրտեսության գործերի, ՀԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի, սահմանազատման, անկլավների եւ տարածաշրջանային խաղաղության հեռանկարների մասին։ Փաշինյանը պատմել է, որ 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո իր կյանքում առաջին անգամ դադարել է ամենօրյա աղոթքները։ Դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել։ Ասենք օրինակ մի շաբաթ ոչ հաց եմ կերել, ոչ էլ ջուր եմ խմել։ Եթե դուք հարցնում եք իմ էմոցիաների մասին, այդ են եղել իմ էմոցիաները։ Նրա խոսքով հետադարձ վերլուծության արդյունքում եկել է այն համոզմանը, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժմամբ դրվել էր թակարդի մեջ։ Ուրախ եւ հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստան դուրս բերել այդ թակարդից։ Սա վարչապետի ամենակննարկվող հայտարարություններից մեկն էր, սակայն Փաշինյանն ընդգծել է, այժմ իր հիմնական մտահոգությունն այն է, որ որոշ շրջանակներ փորձում են Հայաստանը կրկին վերադարձնել կոնֆլիկտի թակարդ։ Նա կոշտ արտահայտություններ է արել նաև ընդդիմադիր գործիչների հասցեին, մասնավորապես անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Ես չեմ զարմանում, որ ասենք Ռոբերտ Քոչարյան նման մարդը էմոցիա չունի, նա որտեղ սառնասիրտ մարդասպան է, ինչի պետք է էմոցիա ունենա։ Սառնասիրտ մարդասպան, որի տեղը բանտում է։ Կարծում եմ բանտում իր էմոցիաները կամաց կսկսեն վերականգնվել։ Կամ Ծառուկյան Գագիկ ինչի պետք է էմոցիա ունենա։ Քյարփինջը ոնց կարա էմոցիա ունենա։ Վարչապետն անդրադարձել է նաև Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածներով հարուցված քրեական վարույթին։ Ըստ քննչական կոմիտեի Թևանյանը 2024 թվականի նոտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հանձնարարությամբ գաղտնի տեղեկություններ է փոխանցել, դրա դիմաց ստանալով ավելի քան $622,000։ Վարչապետը հայտարարել է, որ այսօր էլ կան անձինք, որոնց իշխանությունները համարում են լրտեսներ, սակայն նրանք դեռ չեն ձերբակալվել։ Պարզա չէ, լրտեսը գործունեություն է ծավալում։ Հենց իմացանք լրտեսը գնալ միանգամից բռնելը, կներեք դա գրագետ չի։ Պետք է թողել իր կապերը տեսնել, տեսնելու հետ է աշխատում, ում է փոխանցում ինֆորմացիա, ումից է ստանում ինֆորմացիա, ինչ հանձնարարություններ է տալիս իր կուրատորը իրան, ինչի մասին է այդ հանձնարարությունները, որովհետև այդ հանձնարարությունները ինֆորմացիա ինչ է տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին։ Ում է ներգրավում, որ կուսակցության ցուցակում է հայտնվում, ոնց է հայտնվում այդ կուսակցության ցուցակում, այդ կուսակցության ղեկավարը ումից է ստանում հրահանգը, ինչու է կատարում այդ հրահանգը, գիտակցում է, թե չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն Չ կլասի լրտես է։ Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Եվրասիական տնտեսական միության թեմայից։ Նրա խոսքով ՀԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը։ Անդրադառնալով սահմանազատման ու անկլավների թեմային, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավների թեմայից, քանի որ ինքն էլ ունի անկլավ Արցվաշենը։ Նրա խոսքով որևէ մեկը չի կարող հրաժարվել Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ սահմանազատման վերջնական արդյունքով Հայաստանի տարածքը պետք է կազմի 29743 քառակուսի կիլոմետր։ Մենք չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև մենք ինքներս ունենք անկլավ Արցվաշենը։ Ինքը հրաժարվել դրանից չեմ կարող հրաժարվել, որովհետև եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է, ոչ մեկ չի կարող Հայաստանի ինքնիշխան տարածքից հրաժարվել։ Այդ պարզ է, որ դա այնց պարզ թեմա չի եւ որևէ որովհետև թեմա քննարկվում է, որևէ պայմանավորվածություն, որևէ, այսպես ասած, ռազմավարություն, որևէ հայեցակարգ այդ հարցի լուծման հետ պայդրությամբ չկա։ Բայց նաև կանոնակարգը սահմանում է դեպքեր, որ պետք է հնարավոր է նաև տասնյակ անգամներ ենք խոսել։ Պետք է նայվի, թե այդ հարցին մենք ոնց ենք մոտենում։ Վարչապետը վստահեցրել է նաև, որ որևէ գաղտնի պայմանավորվածություն այս պահին գոյություն չունի, իսկ հնարավոր լուծումները լինելու են հրապարակային եւ թափանցիկ։ Ըստ Փաշինյանի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք չենք գիտակցել, որ պատերազմի մեջ ենք եղել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 29-ից առաջ։ Իսկ դա չգիտակցելը խեղաթյուրում է իրականությունն ու ունենում իր հետևանքները։
Ադրբեջանցիների վերաբնակեցման մասին շրջանառվող խոսակցությունները վարչապետը կտրուկ հերքել է, դրանք անվանելով սուտ։ Փաշինյանը հայտարարել է, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու եւ շեշտել, որ Ղարաբաղի հարցը փակված է։ Խոսելով ներքաղաքական գործընթացներից Փաշինյանը հայտարարել է, որ ընթացող քարոզարշավն իրեն հիշեցնում է 2018 թվականի հեղափոխությունը։ Նա այս փուլը նույնիսկ անվանել է երեխաների հեղափոխություն, նշելով, որ հատկապես երիտասարդներն ու երեխաներն են քաղաքական ակտիվության հիմնական շարժիչ ուժը։ Վարչապետի պատկերացմամբ Հայաստանի ապագան խաղաղության համաձայնագրով, բաց սահմաններով եւ զարգացող տնտեսությամբ պետություն է, որտեղ նրա գնահատմամբ առաջիկա 15 տարիներին հնարավոր կլինի առնվազն կրկնապատկել տնտեսական աճը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։